այդ անարդարի ձևակերպման մասին չի խոսքը, ուղղակի իմ կարծիքով ես էլ զինծառայողի ծնող եմ, նախ մյուսները տրամադրված էին, լավ կլներ բոլորի վրա դա ազդեր, բացի այդ էլ հիմա ինստիտուտը կիսաթողում գնում են, ասենք 2 տարին իմ կարծիքով շատ մեծ ժամանակ է, մոռանում են ինչի համար են հավաքվել, հավել լավ չի իրենք զին ծառայության այդ պատրաստականությունը ունենան, ստանան, տղամարդ վերադառան, մի տարին էլ է հերիք կամ տարուկեսը գոնե այդ կոմպենսացիան անեն, երեխեք այդ նստելու պարապ տարի ժամկետով են ծառայում արդեն։ Հա, բայց բոլորին որ չի վերաբերում, դրա համար ենք ասում, եթե հնարավոր է, ընդառաջեմ բոլորին վերաբերվի։ Պաշտպանության նախարարը լրագրողների հետ ճապազրույցում նշեց, որ չեն պատրաստվում փոփոխություններ անել, հիմա ինչ ակնկալիք ունեք։ Դե հիմա մի հատ էլ ենք փորձում, մի հատ էլ ենք խնդրում, որ երեխեքը գան, պարապ նստել ինչ-որ թզվեղ խաղացնելու փոխարեն, իրանք արդեն պատրաստված են, տղամարդ են դարել, գիտեն ոնց պետք է պաշտպանել իրենց հայրենիքը։ Մյուսների նման էլ գան ժամանակին իրար փոխարինելով, կարծում եմ մեր բանակին վնաս չի։ Եթե չեմ սխալվում, նախորդ անգամ եւս մեկ ակցիա եք իրականացրել արդեն կառավարության շենքի դիմաց, այդ ժամանակ նամակ փոխանցեցիք, նամակին ինչ-որ պատասխան եղավ։ Տեղյակ չեմ, ճիշտ ասած, տեղյակ չեմ։ Հուսանք, որ լավ լուրեր կլինի մեր երեխաների համար, բոլորն էլ մեր երեխաներն են, թող շուտ գան իրենց պարտքը տվել են, տենց ոնց էլ որ կորոշեն, բայց ես կողմ եմ, որ գան իրենց մասնագետ դառնան, իրենց կյանքը սկսեն, ուրիշ ձևով ծառայեն մեր երկրին օգուտ տան։ Արդեն ինչ արել են։ Իսկ այսօր ուզում եք պաշտպանության նախարարի հետ հանդիպել։ Ես տեղյակ չեմ, ինչ են կազմակերպել, նամակը տարել են, ինչ պատասխան կլինի, իրենց կամքն է, մենք պարտադրելու բան չունենք, դե օրենքա, որոշում է, խնդրում ենք եւս մեկ անգամ վերանայեն, որ բոլորին վերաբերվի, այդքան է։ Արմեն Բադալյան